բժիշկ է, հա։ Բատիկյան։ Հա, Բատիկյան 23։ Բալի ժողովուրդ ջան։ Տեղափոխում եք։ Հա, տեղափոխում են հիվանդանոց։ Դիվանն ենք ուզում տնենք։ Հա, դուրս եկանք էլի ես։ հա, վատ, հա։ Այսինքն վատացել են եկել է, մի փրկարարներ ու բժիշկները եկել են որ օգնեն, հա, բարձա։ Երևանի 103, չէ՞։ Այո։ Մեկը որ հփջն էր։ 7։ Հա, բա 7-ը ամենալավերից մեկն է 7-ը։ Հնփայգից հետո 7-ն ամենալավը։ Հուլիսի 14-ն է, մոտ 1 ժամ առաջ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ազանգ է ստացվել, որ Մալացիա Սեբասիա վարչական շրջանի Բատիկյան փողոցի 23 տանը բնակիչը գտնվում է անօգնական վիճակում, բավականին օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ եւ բավականին օպերատիվորեն ժամանել են նաեւ Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում փրկարարներն ու շտաբ օգնության բժիշկները տան սենակներից մեկում գետնի վրա հայտնաբերել են անօգնական առողջական խնդիրներ ունեցող տղամարդուն, ում այս պահին փրկարարներն ու շտաբ օգնության բժիշկները օգնություն են ցուցաբերում։ Փրկարարները նրան հատակից բարձրացրել են մահճակալի վրա, իսկ ներսում հիմա շտաբ օգնության բժիշկը եւ բժշկուհին օգնություն են ցուցաբերում։ Եվ չի բացառում, որ նրան տեղափոխեն հիվանդանոց, թեպետ ասում են հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց, բայց բավականին օպերատիվ են։ Հիմա տեսնում եք եւ փրկարարները եւ շտաբ օգնության բժիշկները, բուժքույրն ու բժիշկը տեղում օգնություն են ցուցաբերել։ Հատակին է ընկած եղել, ինքը միայնակ է ապրում։ Որ ասում եմ Երևանի 103-ը օպերատիվ է միշտ գործում։ Այս դեպքը դրա ապացույցն է։ Բժիշկ որ բրիգադներ ձերը 76։ Հա, 76։ Այսինքն հնարավոր տեղափոխեն հիվանդանոց։ Չի ուզում ոչ մեկը հրաժարվում է։ Օգնությունը ցուցաբերել ենք։ Հողել ենք տանը։ Մենակ ապող կինը։ Կինը, հա, տղամարդ չի։ Կինը։ Հա, կինը, պարզվեց կին է։ Զանգողը թեպետ նշան չէր նշել, բայց պարզվեց, որ կին է։
Բարի ծառայություն տղերք, բարի ծառայություն։ Բարի։ Կալխարկն անգավ են դե որ օգնում էիր։ Տեսուն ձեզ։ Հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց, բայց ճիշտ պետք է համաձայնվեր էլի։ Բալի ժողովուրդ ջան։